Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարյանն եմ, խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք հուզել են կամ պետք է հուզեն հասարակությանն։ Այսօր իմ զրուցակիցն է Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր, պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը։ Բարի ձեզ։ Պարոն Խաչատրյան, այսօր արդեն պարզ դարձավ, որ ժամկետային զինծառայության կրճատման մասին օրինագիծը, որ պաշտպանության նախարարությունը մի քանի օր առաջ ներկայացրել էր ձեր հանձնաժողովում, որը կառավարության նախաձեռնությունն է, արդեն ընդգրկվել է Ազգային ժողովի լիագումար օրակարգ եւ հիմա տեսեք, քննադատության ալիք կա, ընդ որում որոշ դեպքերում միգուցե օբյեկտիվ քննադատություն է, որ առ այն, որ 6 ամսով կրճատումը ծառայության 2 տարուց դարձնել 1.5 տարի, էապես կթույլատնի Հայաստանի Հանրապետության պաշտպանունակությունը։ Այդ մտահոգությունները տեղին են, թե չափազանցություն։ Շնորհակալություն հարցի համար, տեսեք, ոնց կարա կառավարությունը նախագիծ բերի պաշտպանության բնագավառին վերաբերող, որը կթույլատնի պաշտպանությունը։ Իհարկե բոլոր նախագծերը, բոլոր բարեփոխումները միտված են պաշտպանությունը ուժեղացնելու, բանակի ռեսուրսները մեծացնելու եւ բարեփոխումները իրենց տրամաբանական հունի մեջ մտցնելու։ Սա է ամբողջ փոփոխությունների իմաստը։ Հիմա տեսեք, այո, մեղադրում են, ի զարմանս ինձ ճիշտ ասած, ես կարծում եի, որ սա այն նախագիծն է, որ քննադատության առարկա չի դառնալու, բայց տեսա, որ չէ, ընդդիմությունը քննադատում է եւ որոշ փորձագետներ էլ կան, որ նույնիսկ մտահոգություններ են հայտնում։ Ես կարծում եմ, որ փորձագետները, ովքեր մտահոգություններ են հայտնում, այդքան չեն ուսումնասիրել վերջին 5 տարվա, 4-5 տարվա կատարված բարեփոխումների ընթացքը, ինչ են կարել բանակում։ Տեսեք, 2 տարի, 1.5 տարի դարձնելը դա հնարավոր էր միայն մի դեպքում, եթե մի շարք բարեփոխումներ իրականացվեր զինված ուժերում եւ պլյուս այդ բարեփոխումները պետք է տային իրենց ցանկալի արդյունքները։ Հնարավոր է շատ բարեփոխումներ անենք, բայց դրանց մի մասը արդյունքները չտա, հետեւաբար շարունակությունը արդեն այլ կլներ։ Հիմա փառք Աստծո, իրականացված բարեփոխումները բավականին լավ արդյունքներ են տվել եւ տասնյակից ավել բարեփոխումներ են բանակում իրականացվել եւ պետք է ասեմ, որ ժամկետի պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատումը նախատեսված է եղել դեռևս 2020-21 թվականին։ 21-26 թվականների կառավարության ծրագրում նախատեսված է, որ պարտադիր զինվորական ծառայության ժամկետը պետք է կրճատվի։ Եվ սա ուղղակի այն վերջին միջոցառումն է բարեփոխումների, որը որ հասցնելու են 26 թվականին անենք, որն է բխում է այն մնացածից։ Հիմա եթե հարմար եք գտնում երկուսը թվարկեմ, թե ինչ արվել բանակում։ Բանակում օրինակ պատիվ հայրենաց պաշտպան ծրագիր սկսեց կիրառվել, ներդրվեց, ըստ որի 18 տարեկան զինծառայողին, ով զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության, առաջարկվում է 6 ամիս ուսումնական զորամասում ծառայելուց հետո ծառայել որպես պայմանագրային զինծառայող, ինչը ավելի մոտիվացնելու համար 5 տարի։ 5 տարի ժամկետով պայմանագրային զինծառայող, ծառայությունը իրականացնում է, ծառայության է անցնում իր բնակավայրին մոտ զորամասում, բացի այդ ծառայության ավարտից հետո ստանում է եւս 5 միլիոն պատվո վճար, բացի այդ իհարկե ստանում է աշխատավարձ, կարող է մասնակցել ատեստացիան եւ աշխատավարձը էականորեն բարձրացնել եւ պատիվ ունենք մենք շարքային ծառայողներ, ովքեր էս վերջում պաշտպանության նախարարը կարծեմ ասեց, որ նույնիսկ մինչեւ 900,000 դրամ աշխատավարձ ստացող շարքային կազմի ծառայող ունենք պայմանագրային։ Եվ սկզբնական շրջանում այս ծրագիրը դանդաղ էր առաջ ընթանում, որ ճիշտն ասեմ, սկզբից մի 100 հոգի, 150 եւ այլ, հետո սկսեց մեծ թափ ստանալ, ճիշտ ասած, եւ արդեն մի որոշ ժամանակ անց թիվը հասնում էր 4200-ից ավել։ Այսինքն մենք 4200 հոգի զինծառայող ունենք, ովքեր ծառայելու են բանակում ոչ թե 2 տարի, այլ 5։ Եվ այսօրվա դրությամբ դեռևս մաթեմատիկական պրոգրեսիայի
այդ կանոններով, այլ որ աճում է ցանկացողների թիվը։ Ինքը շատ հիանալի ծրագիր է, տեսեք, 18 տարեկան պատանուն, երիտասարդին հնարավորություն է տրվում աշխատանքի անցնել, ընտանիք պահել, բարձր աշխատավարձ ստանալ, ծառայել զինված ուժերում, օգտվել մի շարք սոցիալական արտոնություններից, որոնք ունեն բոլոր զինծառայողները, եւ իհարկե մենք վստահ ենք, որ 5 տարի հետո ոչ բոլորն են բանակը լքելու եւ գնան ուրիշ աշխատանք գտնեն, որովհետեւ 5 տարի կյանքի լավագույն տարիներ անց ես կասնում բանակում, ավտոմատ դու արդեն դառնում ես պրոֆեսիոնալ, դառնում ես քո գործի մասնագետը։ Իհարկե մի մասը գնալու են սովորեն այդ գծով, ուսում տան, շարունակեն եւ այլն, բայց պետք է ասեմ, որ կապ չունի բանակից 5 տարի հետո դուրս կգաս, թե դուրս չես գա, 5 միլիոնը միևնույն է տալիս են այդ պատվո վճարը։ Եվ իհարկե այդ մեծ մասը իմ կարծիքով մնալու են բանակում եւ ծառայեն եւ անընդհատ համալրում, այս համալրումների վիճակագրությունը արդեն ցույց է տալիս, որ մենք կարող ենք գնալ այդ քայլին, երկուսս հարկել 1.5 տարի։ Հիմա տեսեք, պարոն Խաչատրյան, դուք ասացիք, որ ժամկետի կրճատումը պարտադիր զինծառայության այդ բարեփոխումների ընթացքի տրամաբանության մեջ է, ճիշտ է։ Մտածեք, երեք մեր հյուրն էր ազգային անվտանգության հարցերով փորձագետ քաղաքագիտության դոկտոր Հրաչյա Արզումանյանը, ինքը մի այսպեսի միտք ասեց, ինքը դեմ չի, որ պիտի կրճատվի օրինակ, ինքը քննադատում է, որովհետև ասում է այդ ընթացքը բարեփոխումների ընդհանուր պիտի ավարտվի, այսինքն մենք պիտի ունենանք արդեն վերջնական պատկեր, նոր գնանք նման քայլի հաշվի առնելով այն մտավախություն ասեմ, որ միգուցեև զորակոչի քանակը նման ձևով կարող է նվազել։ Ընդ որում մտահոգության թեման պարոն Արզումանյանին էր, որ մարտական հերթապահության ապահովման խնդիր կա, խտության ապահովման նկատի ունեմ, եւ երկրորդ մտահոգությունը, որ այդ խտության խնդիրը պետությունը փորձում է կամ պաշտպանության նախարարությունը փորձում է լրացնել ուսումնական զորավարժանքների մասնակցողների հաշվին, այսինքն 10 օր սովորում են, հետո 15 օր արդեն մարտական հերթապահություն են իրականացնում։ Մտահոգության հիմնական թեման սա է։ Տեսեք, վերջից սկսեմ, ուսումնական եւ վարժական process-ի մեջ կարևոր բաղադրիչը հենց մարտական հերթապահությունն է։ Մի կարևոր բաղադրիչ է դա։ Դա չի կարելի առանձնացնել, ասել սա մարտական հերթապահությունն է, սա ուսումնական եւ վարժական։ Այդ ուսումնական վարժականը, որ ասում ենք, սրա մեջ կարևոր բաղադրիչը մարտական հերթապահությունն է։ Այսինքն մենք ինչպիսի տեսական գիտելիքներ տանք մեր վարժական հավաքի մասնակցին, ինչպիսի դասընթացների անցկացնենք, եթե նա չմասնակցեց մարտական, այսինքն մարտական հերթապահությանը, այդ ամեն ինչը կիսատ է դառնում, դա պրակտիկան է, կոպիտ ասած։ Եվ ցանկացած ուսումնական process բաղկացած է տեսական եւ պրակտիկ գիտելիքներից, չէ՞։ Հիմա սա պրակտիկ գիտելիքներն է։ Հետեւաբար պետք չի ասել, որ ինչու են տանում մարտական հերթապահության։ Դա պարտադիր process է գիտելիքները ամրապնդելու համար, սա մեկ։ Երկրորդը, ինչի են գնում մարտական հերթապահության։ Գնում են մարտական հերթապահության նախ եւ առաջ, որպեսզի Աստված մի արարծե անհրաժեշտության դեպքում, երբ որ զորահավաք իրականացվի, արդեն ամարտը գիտի, որտեղ է ինքը գտնվելու, տվյալ տարածքը ինչ առանձնահատկություններ ունի, ինչ աշխարհագրական դիրքում է, ինչպիսի վտանգներ կան այդ տարածքում, ինչպիսի մարտավարական գործողություններ կան եւ այսինքն արդեն ծանոթ է այդ տարածքին։ Այդ եթե ինքը հայտնվի այդ տարածքում, որովհետև հաշվի առնելով թե մեր զինկոմիսարիատները ինչպես են աշխատում մինչև այսօր, ես խիստ կասկածում եմ, որ մարդը հայտնվի այնտեղ, որտեղ տեղանքին որ կասկածում եք, որովհետև ցավոք սրտի 20 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ զինկոմիսարիատների աշխատանքի ոճը, այսինքն մեթոդները, գործիքակազմը, ասենց ասեմ, գործիքակազմը նույնն է եղել գրեթե, ինչ որ 1941 թվին երկրորդ համաշխարհային պատերազմ զորակոչված մեր հայրեր պապերը։ Այդ անվերջանալի քարտադարաններ, տարով, ասենք, եթե պետք է գտնել Պողոսյան ինչ-որ Սամվելին, տարը գտնում ես, հետո Պերի մեջ Պողոսյանը, հետո Սամվելը եւ այլ, եւ դա տևում է մի քանի ժամ, որը խայտարակություն էր, եւ սրա ուղղությամբ շատ մեծ աշխատանք է իրականացվել, նաեւ բարեփոխումների մի կարևոր բաղադրիչ հենց սա է, այսօր Պաշտպանության նախարարությունում, այսինքն ինչ են արել, ամբողջ բազան թվայնացրել են, որը շատ դժվար աշխատանք էր,
անգամ արհեստական ինտելեկտ են օգտագործել, որպեսզի այդ գրությունները արհեստական ինտելեկտը վերցանի, կարդա եւ դարձնի որ տեքստ, չէ՞։ Բայց նույնիսկ արհեստական ինտելեկտը 60%-ի դեպքում չի կարողացել այդ ձեռագրերը վերցանի, որովհետեւ միտե ռուսերեն, միտե հայերեն, միտե սերժանտը ՍՆՏ, միտե չգիտես ՍԺՏ, միտե նույնիսկ արհեստական ինտելեկտը չի հասկացել, այդ ծրագիրը չի հասկացել, ոնց կարա օրինաչափություն գտնի այդ նախկին բանկոմատի զինկոմիսարիատի աշխատակիցների գրառումները դարձնի տեքստ։ Ինչը որ ստացվել է, մնացածը ստացվել է աշխատանքի միջոցով եւ շատ աշխատակիցներ են ներգրավել եւ ներեն մուծել եւ դա հարյուրավոր, հազարավոր մարդկանց տվյալներ են։ Այս համակարգը կապվել է Արմետ համակարգի հետ, կապվել է SECT համակարգի հետ, սահմանային էլեկտրոնային համակարգի հետ, կապվել է մի շարք համակարգերի հետ եւ ծանուցման համակարգի հետ եւ այսօր արդեն շուտով պիլոտային փորձարկումը կիրականացվի։ Եթե անհրաժեշտ է 5000 հոգի, որպեսզի զորահավաքին մասնակցեն, վարժական, ուղղակի խնդիր է դրվում եւ ծրագիրը ավտոմատ այդ մարդկանց գտնում, տվյալները գեներացնում, ծանուցումները ուղարկում, բարձ երևում է ով ա եղել հիվանդանոցում, ինչ բուժումներ ա ստացել, ով Հայաստանի Հանրապետությունում է, ով Հայաստանի Հանրապետությունում չէ, ով ընդհանրապես ամբողջ կենսագրությունը եւ մարդկային գործոններն է բացատրում, ասեն զինկոմիսարիատի աշխատող այլևս չի կարող ասի, այս մեկին հանենք արանքից, այն մեկին չհանենք։ Ծրագիրն է մշակում եւ որևէ խախտալ այստեղ հնարավոր չի լինում անել։ Ես ուզում եմ ասեմ, որ 26 թվականի սկզբին այդ ծրագիրը կսկսի իրագործվել եւ ձեր այդ մտահոգությունը, որ շատ տեղին էր, որ բանկոմատների նախկին բանկոմատների պարագայում մենք չենք իմանալու ով որտեղ է զորահավաքին մասնակցել, բավականին տեղի կլեր, բայց հիմա այդ ամեն ինչը ֆիքսվում է նրա անձնական գործի մեջ, էլեկտրոնային, եւ ասենք եթե մեզ պետք կլինի Գորիսի, ասենք տեղ համայնքում վարժական հավաքներին մասնակցված անձ, որը կունենա 28 տարեկանից 30 տարեկան միջակայք, որը գնդացրորդ պետքա լինի, ընդհանրապես վարկաների հարցադրումը մտցնում ես համակարգիչ եւ ինքը բերում է այն ցանկը, ովքեր այդ ցանկին համապատասխանում են եւ մի հատ ուրիշ կոճակեր սեղմում ես, ցանցումները արդեն գնում հասնում են իրենց։ Այս միջոցով է իրականացվում, որը բավականին լուրջ բարեփոխում է։ Մեկ էլ ինչ վերաբերում է այն մտահոգությանը, որ մենք չենք հասել այն աստիճանին, որ արդեն պետք է գնային կրճատման, ես պետք է ասեմ այդ մտահոգությունը չկա, որ մենք մարտական դիրքեր կմնան բաց, չկա այդ մտահոգությունը, որովհետև շատ մանրամասն գլխավոր շտաբում այս հաշվարկները արվել են եւ մտահոգություն չկա։ Երկրորդը մենք կամաց ձերբազատվում ենք այն տրամաբանությունից, որ զինվորը պետք է լինի մարտական հերթապահության մեջ անընդհատ խրամատի մեջ կամ բունկերում նստած։ Այս տրամաբանությունը փոխվել է հիմա։ Զինվորները պետք է լինեն զորամասում, պետք է զբաղվեն վարժանքներով, գիտելիքներով, սպորտով եւ ոչ թե պահակություն անեն, կոպիտ ասած։ Պահակություն անելու տրամաբանությունը բայց չի վերացել, դա տեխնիկական ինչ-որ միջոցներով է փակվելու։ Այսօր շատ մեծ մաս է կազմում նաև այդ խնդիրը տեխնիկական միջոցներով լուծելը։ Տեսեք հիմա Մեղրից մինչև Իջևան ամբողջ սահմանի երկայնքով կառուցվում եւ կառուցվել են հատուկ ամրաշինական կառույցներ։ Ես եղել եմ տեսել։ Եղել եք, դուք տեսել եք, շատ լավ է։ Եվ այդ ամրաշինական կառույցները համալրված են ժամանակակից տեսադիտական համակարգերով։ Ընդհանրապես մի սենյակում մեկ օպերատորը կարող է հսկել մի քանի կիլոմետր տասնյակ տարածքում շարժը։ Եվ ինչներիս է պետք, որ ամեն մետրի վրա ինչ որ տանենք մի հատ փոսփորենք, զինվորին ասենք ուշադիր այստեղ չքնես, չուտես, ոչինչ չանես եւ հսկի։ Երբ որ տեխնիկական միջոցը շատ ավելի ճիշտ, շատ ավելի վստահելի կարողանում է վերահսկել այդ ամեն ինչը։ Մենք կամաց, եւ չեմ ասի, որ կամաց, բավականին արագ է այս փոփոխությունները իրականացվել, եւ դուք զարմացել եք ոնց հնարավոր է 2.5 տարում այս կարգի շինություններ ամբողջ սահմանի երկայնքով կառուցվեն եւ համալրվեն այդպիսի տեխնիկական միջոցներով, նաեւ խնդիրը տեխնիկական լուծումներ է ստանում եւ մտահոգության առարկա չկա։ Իհարկե ամբողջ պատասխանատվությունը գլխավոր շտաբի եւ պաշտպանության նախարարությունը իր վրա վերցրել, հետեւաբար պատկերացրեք նրանք մինչեւ մի քանի աստիճան երաշխիքներ չունենային, հաստատ այս նախագիծը չէին առաջարկի, որ մենք ընդունենք։ Քաղաքական դաշտում
մենք խոսեցինք ռազմականից, քաղաքական դաշտում, այսպես երբեմն սպրտում են նաև այսպիսի տեսակետներ, դե Ադրբեջանի հետ արդեն խաղաղություն է, դա արդեն կայացած փաստ է խաղաղությունը, հետեւաբար մենք այդպես համ ժամանակ ունենք, համ այդպես առանձնապես անհանգստանալու կարիք չունենք, Ադրբեջանը մեր վրա չի հարձակվի, դուք ունեք այդ վստահությունը, որ այնտեղ ամեն ինչ մաքուր է։ Ես հիմքեր ունեմ, հիմնավոր կարծում եմ, որ հիմնավոր կասկածներ ունեք, որ խաղաղություն լինելու։ Հիմնավոր են իմ այն կարծիքները, որ ապագայում պատերազմ չի լինելու։ Մոտ ապագայում պատերազմներ չեն լինելու Հայաստան Հանրապետության սահմաններում։ Ես վստահ եմ դրանում, որովհետև այսօր, եթե այս հարցը տայիք 1 տարի առաջ, իհարկե նման վստահություն չկար, չէր կարա լիներ։ Այդ վստահության կներեք հիմքը օգոստոսի 8-ից է։ Տեսեք, օգոստոսի 8-ը եւս կուլմինացիոն մի կետ էր, որը եկավ հասավ օգոստոսի 8 եւ լուծում ստացավ, ինչ-որ մի բան ստորագրվեց, բայց մինչեւ օգոստոսի 8-ը Հայաստան Հանրապետության կառավարությունը, դիվանագիտական կորպուսը այնպեսի հսկայածավալ աշխատանք են արել եւ ընդհանրապես փոխել են խաղաղության փիլիսոփայությունը, ինչպես են տենում տարածաշրջանում խաղաղությունը։ Այդ փիլիսոփայությունն է փոխվել եւ վարչապետը այդ տեսլականը ներկայացնելով կարողացավ ամբողջ աշխարհին համոզել, որ լավագույն տարբերակը այս տարածաշրջանում խաղաղությունն է, որ լավագույն տարբերակը խաղաղությունը տնտեսությամբ ամրապնդելն է, թե չէ որ ասում ենք խաղաղություն, մի օր կարող խաղաղություն չլինի, բայց երբ որ դա տնտեսությամբ է ամրապնդվում, տնտեսական լծակներով, դա արդեն հարատև է լինում։ Բայց ինչ վերաբերում է այն հարցին, որ ասում ենք դե խաղաղությունն է, բան, հետեւաբար մեզ այդքան զենք պետք չի, այդքան բանակ պետք չի, հա, մոտորապես էս ես չեմ ասում, հիմա տեսեք, նաև որպես այդպիսի կարծիք կա, ասում են, մի մասն էլ ասում են, այ ջուրը չտեսակ բոբիկանում են, իշխանությունը, խաղաղությունը դարձվել են մանրադրամ դեպի գալիք խորհրդարանական ընտրություններ եւ որպես ապացույց նաեւ բերում են հանգամանքը, որ 2026 թվականի պետական բյուջեում նախագծում ամենայն դեպս դեռևս 100 միլիարդ դրամով կրճատվում է պաշտպանության ոլորտին տրվող գումարի քանակը, այսինքն ծախսերը 100 միլիարդով նվազում են։ Այդ տեսեք, բանակի թվակազմը կրճատում են, փողը կրճատում են, հետեւաբար մենք վաղը չենք լինելու։ Մոտարապես այս դրամաբանությունն է շրջանառում։ Ճիշտ եք ասում, ես շատ եմ լսել այդպիսի մեկնաբանություններ։ Հիմա տեսեք, 17 թվականից առ այսօր բանակի պաշտպանության նախարարության բյուջեն աճել է 3.1 անգամ, հələ մի քիչ էլ ավել։ Այսինքն 310%-ով աննախադեպ աճ։ Հիմա այսօրվա մեր բյուջեն, որը ընդունվել է, հավասար է 24 թվականի բյուջեից ավել է։ Պաշտպանության բյուջեից ավել։ 25-ից պակասում։ 25-ը միանգամից շատ ավել էր, այսինքն այն դինամիկան ամեն տարի ավելացնում ենք, եկավ 25, այս հենց ավելացրեցինք։ Մի քիչ շատ ավելացրեցինք։ Սա ունի իր պատճառը։ Մենք ունեինք պայմանագրեր զենքի ձեռքբերման, զինտեխնիկայի ձեռքբերման եւ անհրաժեշտ էր խոշոր գումար վճարել միանգամից, այսպես ասեմ։ Եվ այդ ավելացումը 25 թվականի դրանով է պայմանավորված, որ դինամիկ աճ չի եղել, անտրամաբանական աճ է եղել։ Նախկինում նման աճեր չի եղել, 25-ին պայմանավորված դրանով։ Հիմա այդ խնդիրը չկա։ Հիմա մենք վերադարձել ենք այն ստաբիլ աճի պայմաններին։ Ինչ վերաբերում է մենք տենց հանգստացել ենք, ամենևին ոչ։ Յուրաքանչյուր խաղաղ օր, Աստծո պարգևած, մենք պետք է օգտագործենք մեր տնտեսության զարգացման, մեր երկրի հզորացման, բանակի ուժեղացման, մարտունակության բարձրացման, արդիականացման վրա յուրաքանչյուր խաղաղ օր։ Տեսեք, հարատև կայուն խաղաղությունը լինում է երկու բաղադրիչներ լինում։ Մեկը հարևանների եւ բոլոր պետությունների հետ կոնֆլիկտային պայմանների կամ նպաստող պատճառների չեզոքացում, եթե ոչ բարեդրացիական հարաբերություններ, ապա գոնե կառավարելի նորմալ հարաբերություններ, նաեւ եթե ամրապնդված լինի տնտեսական լծակներով շատ ավելի լավ, սա կարևոր պայման է, ինչը Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեծ հաջողությամբ իրականացրել է, եւ երկրորդը պետությունը պաշտպանելու ունակություն ունենալն է։ Այսինքն դու պետք է ռեսուրս
միջոց ունենաս քո երկիրը պաշտպանելու, սահմանները պաշտպանելու, այսինքն տարածքային ամբողջականությունը, սահմանների անձեռնմխելիություն։ Եթե այս երկու բաղադրիչից մեկը պակաս եղավ, խաղաղություն չի կարող լինել։ Եթե օրինակ մենք ունենանք շատ մեծ ռեսուրսներ ռազմական, ամբողջ պետությունը միլիտարիզացնենք, չգիտեմ, աշխարհի լավագույն զինատեսակները բերենք եւ այլ, բայց անընդհատ խնդիրներ ունենանք հարևանների եւ մի շարք այլ պետությունների հետ եւ պատերազմական խնդիրներ ունենանք, միևնույն է, այս երկիրը չի գոյատևի։ Մի օր շատ վատ հանգուցալուծում կլինի։ Իսկ եթե բացակայի հետեւաբանը մենք ունենանք հակառակ պայմանը, այսինքն բոլորի հետ փորձենք լավ լինել, արտաքինից ինչ-որ խնդիրներ չունենանք եւ այլն, բայց սակայն պետությունը պաշտպանելու ունակությունը չունեցար, հարևաններիդ մի օր կմտածեն, որ ավելի լավ Հայաստանի հետ ավելի հեշտ է, ավելի նպատակահարմար է ու էժան է Հայաստանի հետ ուժով խոսալ, ուժի տեսանկյունից, քան ինչ-որ բանակցել եւ այլն։ Հետեւաբար այս երկու բաղադրիչ պարտադիր պետք է լինի, որ խաղաղություն ունենք եւ այդ ուղղությամբ էլ երկուսի ուղղությամբ էլ շատ ակտիվ աշխատում ենք եւ շատ մեծ արդյունքներ ունենք, շատ մեծ եւ զարմանալի, որոնցից մեկը դուք տեսել եք ամենաշինական կառույցներն են, որը շատ փոքր բաղադրիչն է այս ամբողջ արված աշխատանքի մեջ։ Խոսակցության ընթացքում դուք հիշատակեցիք 44-օրյա պատերազմը, ճիշտ է զինկոմիսարիատների աշխատանքի տեսանկյունից նկատի ունեմ, բայց քանի որ այդ թեմայով խոսակցություն գնաց, տեսեք, բավական մեծ աղմուկ բարձրացավ, երբ 44-օրյայի հանգամանքները բարձող հանձնաժողովի զեկույցը ըստ էության հասկանալի է, որ ամբողջությամբ հրապարակվել չէր կարող, գոնե մասամբ չհրապարակվեց, միանգամից ուղարկվեց ազգային ժողովի արխիվ։ Հանդիմությունը բնականաբար դա ներկայացրեց, որ հանգամանքները կոծկելու եւ նախընտրական տարում նոր ու իշխանության համար ոչ այնքան օգտակար դիսկուրս սկսելու նպատակ ուներ, իշխանության ներկայացուցիչները ասեցին, որ նույն Ալեն Սիմոնյանը ազգային ժողովի նախագահը, Վլադիմիր Վարդանյանը պետաիրավական հանձնաժողովի նախագահ ասացին, որ այնտեղ զուտ տեխնիկական խնդիր կար, որովհետև ժամկետների խախտում կար եւ դա թույլ չէր տալիս այսպես քննարկման փուլ մտցնել, բայց չեք կարծում, որ այնուհանդերձ կարելի էր բացառություն անել հաշվի առնելով խնդրի կարևորությունը։ Տեսեք, անդիմությունը, որ ասում են ինչ-որ բան կար կոծկելու, դրա համար էլ դա չհրապարակվեց, իջիկ դարձավ այս տեսակետը, որովհետև մենք գրեթե ամեն օր անդիմությանը եւ անգամ մեր падգամավորներին հորդորում ենք մտնել քարտուղարություն, գաղտնի քարտուղարության բաժին եւ ծանոթանալ ողջ գործի նյութերին։ Ինչը արել է անդիմությունը, ծանոթացել է նյութերին եւ դրանից հետո ինչ որ հայտարարություններ, հրապարակումներ, որ բան են կոծկես են կանել, չկա։ Դուք պատկերացրեք այնտեղ լիներ ինչ որ մի տող, մի բան, որ անդիմությանը ձեռնտու լիներ, հիմա ինչպիսի մեծ աղմուկ է, չէ՞, բարձրացել, չկա այդ աղմուկը, բայց գնում, նայում, ծանոթանում են։ Հետեւաբար, էսի լրիվ չի դարավ այս բանը, բայց այնուամենայնիվ, տեսեք, իրավական խնդիր առաջացավ, Սահմանադրական օրենքում կա նշում, որ հանձնաժողովի լիազորությունների ավարտից հետո այսքան ժամկետում դա պետք է դրվի նիստում, լիագումար նիստում եւ լիագումար նիստում պետք է քննարկվի եզրակացությունը եւ հանձնաժողովի աշխատանքների արդյունքները։ Այդ ժամկետը բաց է թողնվել, թեև քառօրյա պատերազմի քննող հանձնաժողովի նույն եզրակացությունը քննարկվել է նույն կերպ ժամկետների բաց թողմամբ, այն ժամանակ ազգային ժողովի նախագահը որոշել է, որ դա պետք է հրապարակվի եւ գտել է, որ հնարավոր է դանել։ Այս անգամ մեր եւ պետաիրավական հանձնաժողովը եւ եւս ազգային ժողովի պետաիրավական վարչությունը եզրակացություն է տվել, որ կա օրենքի խախտում, հետեւաբար լիագումար նիստ հրավիրել հնարավոր չէ, որովհետև ժամկետներ է խախտվել։ Հիմա տեսեք, ազգային ժողովի նախագահն էլ եթե ինքը այդ իրավասությունը չունի, ինքը պետական պաշտոնյա է, իրավունք ունի անել այն, ինչը կոնկրետ օրենքով սահմանված է։ Եվ եթե դու լիագումար նիստ ես գումարում, նա նաև մտածում է, որ լիագումար նիստ գումարել դա արդեն ծախս է, հազար մի բան է, մարդիկ դրա համար աշխատավարձ են ստանում եւ այլ, ինչի իրավունք ինքը չունի ըստ այդ վարչության եւ պետաիրավական մեր հանձնաժողովի եզրակացության։
Հետևաբար չի գնացել այդ ճանապարհով, որտեղ իրավաբանները նման կարծիք են հայտնել։ Մի խումբ այլ իրավաբաններ էր, որոնք պաշտոնական կարծիք չեն հայտնել, այլ կարծիք են հայտնել, որ չէ, դա հնարավոր է անել էս մեկ են մեկ, բայց այն մի խումբը պաշտոնական չեն ձևակերպել այդ բանը։ Բայց ես վստահ եմ հետեւյալում, որ այդ եզրակացությունը ներկայացվելու է քննարկման առարկա դառնալու ազգային ժողովում, թե ինչ ֆորմատով չգիտեմ, բայց որ հաստատ քննարկման առարկա դառնում, ես դրանում չեմ կասկածում, մի օր դա լինելու է։ Օրինակ կարող ենք իմ կարծիքով ես առաջարկել եմ, որ քննարկում կազմակերպենք, անունը չդնենք նիստ լիագումար, ինչպես ենք տարբեր հանրային նշանակության հարցերով քննարկում։ Փակ լսումներ, հա։ Լսումները հենց այդ խնդիրն է, մենք լսում կկազմակերպենք, բայց լսումները չեն կարող լինել փակ։ Լսումների ֆորմատը միայն բաց է, թե չէ մեկ օր հետո մենք լսում կկազմակերպենք, նույն բանն է։ Հիմա տեսեք, մենք կարող ենք քննարկում կազմակերպել, բազմաթիվ աշխատանքային քննարկումներ ենք ունենում բազմաթիվ հարցերով։ Հրավիրել բոլոր պատգամավորներին եւ բոլոր գերատեսչության ղեկավարներին կամ պատասխանատուներին, ովքեր պետք է լինեին այդ օրը եւ նույն կազմով նույն եզրակացությունը ներկայացնենք, պատասխանենք նրանց հարցերին, բոլոր տեսակի չպարզաբանված հարցերը փորձենք պարզաբանել եւ թեման դրանով փակենք։ Այսինքն նիստում, լիագումար նիստում չենք դա անում ենք նույն դահլիճում թեկուզ, բայց քննարկման ֆորմատով։ Որևէ բան այստեղ ես չեմ տենում որ խիստ տարբերություն է տալիս կամ ինչ-որ մի բան։ Նույն մարդիկ կարող են նույն հարցադրումները անել, նույն պատասխանները ստանալ, այն հատվածը, որը գաղտնիություն է պարունակում, կփակենք, այն հատվածը, որ բաց կարող է ներկայացվել հանրությանը կներկայացնենք, բայց տեսեք, սա բազմահատոր տասնյակ հազար թերթերից բաղկացած նյութեր են եւ ձայնագրություններ են եւ դրանք մնալու են տասնյակ, եթե չասեմ դարերով կարող մնան այդ նյութերը եւ մեր սերունդները անընդհատ տեսնելու են, ծանոթանալու են, մի օր գաղտնազերծվելու է, այսինքն իշխանությունը ստե որևէ վախենալու բան չունի։ Այսօր բոլորին հորդորում ենք, խնդրում ենք, ասում ենք գնացեք, ծանոթացեք, եկեք գնում, ծանոթանում են, բայց այլևս չեն գալիս։ Որևէ բան էլ չենք լսում իրենցից, լավ էր, վատ էր, ինչ էր, որովհետեւ բան չկա ասելու, այնա ինչը որ մենք բոլորս գիտենք։ Դե քանի որ ասիկ գնում են, տեսնում են, ծանոթանում են, հետո էլ հետ չեն գալիս, այս վերջերս ձեր գործընկերներից մեկը էլի դժգոհում էր, ասում էր, ընդդիմության առաջարկում ենք, ասում ենք գնացեք, նայեք այդ ամրաշինական կառույցները, նայեք ինչ զինատեսակներ կան, գաղտնի զինատեսակները գնացեք, տեսեք այն ինչ որ ես օրինակ չէի կարող տեսնել։ Նոր դրանից հետո ինչ որ եզրակացությունների եւ դժգոհում էր, ասում էր չեն գալիս։ Այո, իրոք չեն գալիս։ Ինչու՞։ Թեև ընդդիմության ներկայացուցիչներ կան, որ ամրաշինական կառույցները տեսել են եւ անգամ մեր ռազմական գործարանում են եղել տեսել են եւ դրանից հետո այդ ուղղությամբ ոնց որ թե այլևս խոսակցություններ չեմ լսում իրենցից, բայց հիմա էլ ասում ենք այդքան որ ասում եք այդ ինչ եք արել, ինչ սպառազինություն եք արել, ուր են այդ սպառազինությունները, եկեք տանենք, ցույց տանք, որտեղ են այդ սպառազինությունները եւ ինչ սպառազինություններ են։ Հա չեն գալիս, երևի վերջին օրերին ես պարոն Գեգամ Մանուկյանին եմ ասել, ինչու չեք գալիս գնանք, որքանով հիշում եմ, եթե չեմ սխալվում, ինքը բացատրություն տվեց, որ դե որ գանք տեսնենք գախնի է, պետքա ստորագրենք, որ չենք հրապարակելու, բա կարող է մի բան տենանք, ուզենք այդ մասին խոսանք, դե եթե չենք կարող խոսանք, իմաստը որն է, որ գանք տենանք։ Սենց ինչ-որ մի բան, բայց դե իրենք գիտեն, կարևորն է նա հանրային գործիչներ եւ ում նպատակահարմար են գտնում, տանում ենք, ցույց ենք տալիս։ Իհարկե բաներ կան, որ երբեք ցույց չեն տրվելու, բայց սա այն հատվածն է, որ օրինակ մի օր կարող է զորահանդեսում մեր ողջ Հայաստանի եւ աշխարհի հայությունը եւ հանրությունը տեսնի։ Զորահանդեսներում որոշակի զինատեսակներ բերում են ցույց են տալիս, չէ։ Սա այն տեսակի զորատեսակներ են, որ կարան զորահանդեսում օրինակ ցուցադրվեն։ Հետևաբար մեր հանրությունից թաքցնելը ես էլ այդքան նպատակարար չեմ գտնում։ Հույս ունեմ զորահանդեսի ժամանակ ոչ ոք էլ չի գոռա մշակութային Իսկանդեր։ Շնորհակալություն զրույցի համար։ Հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր, պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը, ես Լևոն Սարդարյանն եմ, կհանդիպենք արդեն վաղը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։